Ողջույն սիրելիներս, հուսով եմ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք, մեծ մոտորը Կիրակի է և մենք պատրաստվում ենք տեղ գնալ և շատ հոգնած տեսք ունի, հոգնած, ծոված և մի ակնթարց ու ես քաղաքի կենտրոնում եմ, շենքից դուրս գալուց սկսեցի նկարել, հետո տեսա, որ մեր հենց պատուհանի տակ ինչ-որ վթար էր եղել ու լիքը մարդիկ կային հավաքված ու նաև ոստիկանություն ասացի ավելի լավա չնկարեմ այդ հոծ բազմությանը, ոնց արդեն ասեցի մեզ մոտորը Կիրակի է և ոչ սովորական Կիրակի, քանի որ Կիրակի օրերին այս ժամերին հատկապես ցերեկվա մենք այս քաղաքի կենտրոնում չենք լինում, հիմնականում այս վերջերս Կիրակի օրերը անցնում է տանը, շատ իջնենք մեր շենքի տակի սրճարաններից մեկում սուրճ խմենք, բայց այսօր պայմանավորված ենք, դրա համար եկել ենք Կողդելիե, պիտի ճաշենք մեր ֆրանսիացի ընկերներից մեկի հետ ու հիմա իրան ենք սպասում, արդեն հասանք տեղ, այս ճանապարհին Եվան հասցրեց իր ճաշը ուտի ու սենց հոգնած վիճակում է, հենց մետրոյից դուրս եկանք ու արդեն ռեստորանի դիմաց ենք, շատ հարմար էր։ Իմիջիայլոց ուզում էի ասել այս վլոգի մեկնաբանություններում, եթե ունեք Լիոնում սիրած ռեստորաններ, որոնք համ սիր ունեն, համ մենյունը հարմար, մեր քիմքին հարմար, ինչ-որ մսային տենց համով բաներ ունեն, կամ թեկուզ մի համով բան, եթե կա, անպայման գրեք, որովհետև ես երևի մի ամիս ռեստորան էի ման գալիս, որ համ լիներ սիրուն, որ համ հաճելի լիներ ընդեղ նստելը, համ էլ մենյուն հետաքրքիր լիներ մեր համար։ Այս մեկը ոնց որ հարմար տարբերակ էր ու մի քանի ամիս առաջ է բացվել, առաջին անգամ ենք այստեղ։ Մենյուն շատ բազմազան էր, հետաքրքիր բաներ կային, ոնց որ երևի շատ մեծ բար կա, որովհետև լիքը խմիչքների տեսականի կար ու սենց տեսքն էլ է շատ հաճելի ու հավես այս հետևինն է։ Սա գնանք մտնենք, ներսն էլ ոնց որ շատ սիրուն, հուսամ նույնքան համով կլինեն ուտելիքները, որովհետև իմ համար այստեղ լիքը կան ռեստորաններ, որ շատ սիրուն են, բայց երբ որ մենյուն այդքան էլ մեզ հարմար չի, ես չեմ դիտարկում, տես որ իմ համար այդքան էլ հետաքրքիր չի էլի, որ գնամ նստեմ, հա ինչ-որ բան խմես, բայց ուղղակի գնալ նկարվելու համար չեմ սիրում։ Ես շատ սիրուն տեսք ունի, դուրսն էլ կա նստելու տեղ, այս ապակուց այս կողմն կա ու ոնց որ ներսում էլ կա տեղեր։ Տեսնենք որտեղ ենք նստում, այստեղ կարելի է նստել շատ հարմար է, մենք էլ 4-ով ենք լինելու։ Մենք ներսն էլ նայենք, բայց աչքս են սեղանի վրա մնաց։ Սիրենք մինչև համ սիրում եմ էնին, սիրում եմ, համ էլ ուզում եմ ինչ-որ նոր բան փորձեմ այս անգամ, հատկապես որ ահագին մեծատեսականի։ Այս ապեղոներն են շատ լավը երևում, աղցաններ այդքան էլ չեն հետաքրքրում ու մսի տեսականին էլ վատը չի։ Դեսերտների մասին մոռացա, էլի լավ տեսականի կա։ Մենք իջանք լվացվելու, ես ի վերջո որոշեցի վերցնել խոզի միս, երևի թե խոզի մատներ, տեսնենք համով կլինի թե չէ։ Այդքան է սոված չէ, որ ճիշտն ասեմ, բայց տարբեր բաներ վերցրեցինք, որ փորձենք մի քանի տեսակի բան։ Merci. Excusez-moi, moi j'avais demandé des frites aussi. Ouais, s'il vous plaît. Կարիշը իր խովետներից շատ գող է, դիպոյի ստեգը ևս լավն է։ J'ai jamais goûté aussi bon. Չնայած ես այդ կտոր էի պատկերացնում, այն վագյուից էր վերցրել ինքը, բայց քիչ ոնց որ սովորական ստեգ լինի։ Իմ խոզի միսը շատ լավն էր, պյուրան ևս, ինձ արմանստին շատ համով էր, երկար ժամանակ չէի փորձում, միտքություն էի ուտելու, բայց փորձեցի, բացվեց, որ շատ լավն է, ասում են ևս լավն է, ես չփորձեցի։ Եվ անել բնականաբար արթնացավ, հենց մենք սկսեցինք հաց ուտել, բայց արժեր, ինչ-որ փորձեցինք, դեռ մինչև հիմա շատ լավ էր, ֆրին էլ լավը։
Merci. Incroyable. Est-ce que tu as gagné? Elle est à fond. Donc, je veux bien me discuter avec vous. C'est rigolo. Pour moi. J'ai un allongé. C'est pour monsieur. Avec. C'est ça. Merci, c'est gentil. Dobra, patrzcie. Jest piękny pociąg. Merci. Բաթեչի, ուղղակի միայն հիդրոնի է։ Ça va? Oui. Գնացինք, ամեն ինչ շատ համով էր, շատ սիրուն էր, շատ գոհ ենք։ Moi j'ai mis des talons. Նկարեցին ստեղ։ Շատ բարի էին բոլորը։ Հաջորդ անգամ կարելի է դուրսում նստել։ Աչքս այն սեղանի վրա մնաց։ Հիմա միշտ պետք է քայլենք, որ մարսենք քայլերածը։ Ես նոր հիշեցի, որ ստեղ Եվայի ծնվելուց առաջ էինք եկել, ես ու Տիկոն սուրճ խմելու մի օր, բայց այն ժամանակ Maison Gloria չէր հաստատ։ Կարծեմ L'Institution էր, եթե չեմ սխալվում։ Այն ժամանակ չէինք կերել ինչ-որ բան, սուրճ խմել էինք, բայց ուտելիքները չէինք փորձել, բայց այսօր ինչ-որ վերցրել էինք, շատ լավն է, շքուհ ենք։ Գներն էլ հարմար էին։ Եվային էլ բաժին հասավ մի կտոր էր սեղան։ Նորից բարև սիրելիներս, մեզ մոտ արդեն օրը չորեքշաբթի է ու մենք պատրաստվում ենք տնից դուրս գալ։ Սարսափելի շոկ եղանակ է այս տարի, անցած ամիս ու այս ամիս էլ, այս ամբողջ շաբաթը մենք խաշվում ենք 40 աստիճանի տակ, ինչը նորմալ չի այս սեզոնի համար, այսքան բարձր դեռ չի եղել ջերմաստիճանը, հիմա տնից փախնենք, մի քիչ այս շոկից հովանանք, այն հետևում ավտոբուսի կանգառ ուզում ենք նստենք, գնանք իջնենք առևտրի կենտրոնում ու մի քիչ քայլենք խանութներով, համել այնտեղ անհամեմատ ավելի հող կլինի ու այնքանով է հարմար, որ ավտոբուսը հենց տեղից նստել ենք ու գնանք առևտրի կենտրոնի դիմաց իջնենք, եկանք կանգառ։ Այսօր մազերը սիսել եմ, որովհետև այգել հնարավոր չէր ուղղակի հոգին դիմակայել, չնայած մազերը արդեն ներկելու ժամանակն է ու ինձ թվում է վաղը կներկեմ անպայման։ Կիրակի օրը արդեն տեսակ ոնց անցավ, հետո 2 շաբթի, 3 շաբթի չեմ նկարել, որովհետև ուղղակի մենք տառապել ենք շոկից, շոկի եղանակին ոչ մի բան չի լինում անել, ընդհանրապես ցանկություններ չկա, ուղղակի գոյատևում ենք, մինչև այս շոկ շաբաթը վերջանա, հուսամ հաջորդ շաբաթ ջերմաստիճանը կիջնի, մենք էլ կվերադառնանք նորմալ կյանք։ Նույնիսկ օրվա ընթացքում, որ տենց մի 3 անգամ դուրս էին գալիս ման գալու, արդեն դա էլ չենք անում, միայն շատ ուշ ժամի, որովհետև առավոտյան արդեն շատ շոկ է, Եվանուշը արթնանում պես 10-ից հետո ու այդ ժամերին արդեն լավ շոկ է։ Մնում է երեկոյան 9-ից 8-ից հետո, չնայած այդ ժամին էլ էլի 35-33 աստիճան է լինում։ Մի խոսքով, շաբաթ օրն էլ էինք շատ լավ օր ունեցել մեր ընկերների հետ, իրենց հողամասում, չնայած որ իրենք բնակարանում են ապրում, բայց այս փոքրիկ հողակտոր ունեն, որտեղ տարբեր բաներ ունեն ցանած, կարիշը ելակ հավաքեց, խորոված արեցինք, մի խոսքով շատ լավ հավես ժամանակ անցկացրեցինք այնտեղ, դեռ եղանակը այսքան չէր շոքել, այդ օրը դեռ հով էր ու քաղաքում ապրող մարդկանց համար այդ մի հատ բուջուր հողի կտորը շատ բանա, մեծ հաճույք է էլի, շատ հավես է, հատկապես եթե սիրում ես այդ ամեն ինչը, իսկ մենք շատ ենք սիրում ընտանիքով։ Մեր տներից էլ ոչ հեռու կան այդպիսի փոքրիկ հողակտորներ, այս քանի օր մտածում եմ կարելի է դիմել, որովհետև պետք է դիմես ու հերթի մեջ սպասես մինչև հող ազատվի, կարելի է դիմել, սպասել երբ կլինի, ընդամենը մի քանի 100 մետր այն կողմ, ոտքով գնում ենք այն կողմերը ման գալու, որ հող ունենանք այնտեղ, ավելի սուսուտ կգնանք երևի։
Ինչ հողաստեղ, իմիջայլոց արդեն հունիսի վերջին շաբաթն է, դա նշանակում է, որ բոլոր խանութներում զեղչերը սկսվել են, սա ման կգանք ընթացքում, մենք այն ինչ-որ կարևոր բան չունենք անելու, կտեսնենք լավ բաներ կան, թե չէ հիմնականում շատ մարդ հալինում, քիչ լավ բան առնելու։ Դեր ենք խաղալիքի խանութ։ Չգայնացած բադիկ և այն լողազգեստ ենք նայում ես ասիրունիք, բայց երկարաթև եմ ուզում մի հատ սկորտաթևը երկարաթև կա, չէ, երկարաթև սենց կան չկա ոնց հասկացա, երևի պատվիր եմ են ինչ-որ տեսել էի ու գիտեն շատ չէի հավանել, մտածում էի, եթե ստեղ ինչ-որ ուրիշ բան լինի, կարելի է։ Այ հեսա երկարաթև, այս հենց եմ ուզում։ Դուք շատ սիրուն չի, բայց նորմալ է։ Որս նույնից ուրիշ պրինտով չկա։ Երկարաթև եմ ուզում, որ այդ վերևի մասը շատ չարևահարվի։ Ոտքերը ոչինչ ջրի մեջ որ լինի, չվարվի։ Սենց տարբերակ կա, բայց էլի դենց շատ պրինտ դուրս չգալիս, ճիշտն ասած։ Սիրունը, հակնես? Այդ ակքիրա։ Այսքանը դատար կա։ Բայց դուրը գալիս է։ Չի ասի։ Ես ծնդակը վերցնես։ Եկանք այ շղացուտի, ես էլ Եվային ուտացնեմ։ Ստեղ մեծ շատ համով բան կար, որ ես ուտում էի, բայց էլ չկար մենյու մեջ, չգիտեմ հանել են, թե ուղղակի ես պահին չկա։ Ճաշիկերը ու անջատվեց։ Վերջ բոլոր գործերը պրծանք, առևտուր արեցինք, պատերներ ունեինք, վերցրեցինք, հիմա գնում ենք տուն։ Մեծ հաճույքով էլի կմնայի, բայց դասեր ունեմ, ես պատրենք։ Մենք արդեն տանն ենք, ես երկու դասերս էլ ավարտեցի, Եվան նորից քնել է, որովհետև այն ժամանակ շատ քիչ քնեց ու ճանապարհին դեռ տուն չհասած արդեն արթնացավ։ Եկեք ձեզ ցույց տամ իր շորիկները, որ վերցրել եմ, իհարկե հիմա շատ շոկ է, բայց այս տաբատները, որոնք ես շատ եմ սիրում, զեղչվել էին, չգիտեմ ինչքան, բայց երևի մի 30% տենց էժանացել էր, մտածեցի վերցնեմ, իհարկե մեծ չափն է, այս երևի եկող տենց աշուն, գարուն, ավելի շատ այդ ժամանակ նոր կհակնի, բայց շատ եմ սիրում այս մատերիալը, համ թեթև է, համ հարմար է շատ։ Անցած ամիս էի վերցրել այս երկուսը, այդ օրերին վլոգ չէի նկարում, որ ցույց տայի, արթնացավ Եվան ու շատ հավանեցի։ Այս երկու տարբերակներ սենց զույգով են վաճառում, դրա համար այս անգամ էլ այս մեկը վերցրեցի, շատ սիրուն է ու իրան շատ ասազում, հատկապես այս տակի մասերը, մի խոսքով։ Եվ այն հանգստացրեցինք ու հետ վերադարձանք, այս երկու բոդիներն եմ վերցրել, կամուկացի մեջ էի պահեմ թե չէ, հետո որոշեցի այս մյուսները ուղարկեմ, այս մեկը պահեմ, այդքան շատ չհավանեցի, անցած անգամ վերցրել էի այս մի կոմպլեկտը, 3 հատ էր, մի հատ էլ սպիտակ ու էսի շատ եմ հավանել, համ ինքը բարակ է, համ սիրուն է, գույներն է լավը, այս մեկը շատ չհավանեցի, համենայն դեպս հիմիկվա համար այնքան հով չի, ինչքան որ ես, քանի որ շատ շոկ է, այս երկուսը էլի տեն շատ հով չեն, բայց սիրուն են, դուրս գալուց երևի կհագցնեմ ու չէի իմանում, որ սենց է, բայց փաստորեն երկու տեղ կա կոչկելու համար, իհարկե հիմա դեռ սա շատ մեծ է իր հագով տեղից, երևի մի տարեկանի է,
Բայց հետո շատ հավես է, որ կարելի է մի քիչ մեծացնել, մի որոշ ժամանակ էլ անենց հագցնել։ Այս 3 հատ սպիտակա, բայց երևի հետ կուղարկեմ սրանք, տենց սիրտից չկպավ, չգիտեմ։ Այս փոքրիկ պատվերները արել ենք Shein-ից, Կարիշին այսպես ջուր ցողելու իր համար, ստեղ երեխեքը սրանով են գնում դասի շոկ օրերին, որ ինքը իրան ջրի հովանա, սրա հետ նաև մի հատ մինի վենտիլյատոր ունի, սրանք նասկիներ են, այսպիսի եղունգների խնամքի պարագաներ, մանր-մուներ, այն ժամանակ ցենց բաները թանկ ու գրակ խանութներից էի առնում, հետո հասկացա, որ կարելի է շատ էժան պատվիրել, իր շատ սիրուն նասկիները Եվայի համար են վերցրել, ցենց քանի որ չի երևում իր տեսքը, նկարը կդնեմ կտեսնեք, սրանք եւս տակտիրներ թաքցնելու համար ինչ-որ շորիկների տակից, սպունգեր եւ մազի ռեզիններ, այստեղ գարիշի տոպիկներ էի վերցրել տան մեջ հագնելու, որոնք ինքը չհավանեց, որովհետև բամբակին փիսա սովորել է սինթետիկ, սրանք սպորտային տենց տոպեր էին, ասաց, որ որակը լավը չի շոքա, ու տիկոին 2 հատ մայկա են վերցրել, 3 հատ էի վերցրել, այն մեկի որակը չհավանեցի, միանգամից հետ ուղարկեցի, այս վերջում, որ իրար հետ գնացել էինք Բաղդյու, մի հատ առել էինք, բայց չեմ հիշում, սրանից էինք առել, թե սրանից շատ նման են իրար, գրեթե նույն մայկան են, ուղղակի այստեղ մեկի վրա լոգոն կա փոքրիկ, ու սրա վրա ոչինչ չկա, չեմ հիշում անցած անգամ ենք որ մեկից էինք առել, բայց շատ էր հավանել, ու քանի որ այս շոկ օրերին մի հատ մայկան մի օրվանից ավել չի լինում հագնել, ու տնից դուրս գալ, որոշեցի 2 հատ վերցնեմ, օրը մի հատ կհագնի, եկա շատ է հավանել։ Մենք տենց ենք, որ մի բանը սիրում ենք, կարանք այդ նույն բանից մի 2-3 հատ առնենք, որ ամեն օր կարողանանք այդ նույն բանը հագնել։ Կարծես թե այսքանը Գարիշին էլ էի լիքը շորիկներ պատվիրել, բայց մինչև մենք մոլում էինք, առաքիչը եկավ, զանգեց, ասեցի, որ տանը չեմ, չկարողացավ մտցնի այդ համապատասխան տեղը նամակների, որովհետև ասեց մեծ է, չնայած ընդամենը 4-5 հատ շոր պետքա լիներ, շորիկ, չեմ կարծում, որ այդքան մեծ լիներ, մի խոսքով հետ ա տարել, հիմա չգիտեմ երբ կգա, Գարիշի շորիկներն էլ եկան, մի քանի օր առաջ ասեց, ինչ բան է, ոչ մի հատ շորիկ չունեմ, շորտիկ ունեմ, մայկա ունեմ, բայց մի հատ շորիկ չունեմ ու իրոք պարզվեց, որ մենք ազատել ենք իր բոլոր շորիկներից ու ոչ մի հատ չի մնացել, 4 հատ H&M-ից վերցրեցի, 4 հատ էլ Zara-ին է դժվար հասցնեն, այսօրվա վիդեոյի մեջ հասնեն, բայց սրանք եկան, թող ինքը գա բացի, հետո ցույց կտանք։ Եվ շաբաթ-կիրակիով այսօրվա վլոգը սկսել ենք, շաբաթ-կիրակիով էլ ավարտում ենք, ինչպես ամեն շաբաթ, այս մեկն էլ բացառություն չէր, օրվա առաջին կեսին տան համար մթերային առևտուր արեցինք, իսկ օրվա վերջում արդեն ազատ ենք ու դուրս ենք եկել զբոսանքի։ Այս շաբաթ-կիրակին Լիոնում երաժշտության տոններ ու քաղաքի տարբեր հատվածներում համերգներ, միջոցառումներ կային ու մենք շատ անսպասելի հայտնվեցինք Լիոնի օրկեստրի բացօթյա համերգին։ Մի քիչ վերևից հետևեցինք, հետո մինչև իջանք ներքև արդեն վերջանում էր համերգը, եթե նախորդ իմանայինք ավելի շուտ կգնայինք, բայց տեղյակ չէինք, պատահական ձայնի վրա գնացինք ու հայտնվեցինք շատ լավ տեղում։ Հետո էլի քայլեցինք ու վերջում մտանք մոտակա հոթելի սրճարան, մի քիչ հանգստանալու, զովանալու, քանի որ այնտեղ օթորակիչ կար, ոնց տեսնում եք այժմ տաք թեյ է խմում, որովհետև մրսում էր։ Մենք էլ մի բաժակ խմեցինք, լիցքաթափվեցինք ու արդեն ահագին ու շրամի վերադարձանք տուն։ Իսկ սրանք արդեն կադրեր են կիրակի երեկոյից, այս անգամ էլ գնացինք այլ կողմերում զբոսնելու, գետի վրայով անցանք, ճանապարհին տարբեր միջոցառումներ, էլի երաժիշտներ, DJ-ներ, այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել քաղաքի, հատկապես կենտրոնական հատվածներում։ Իհարկե երեխաների հետ այդ ժամերին ամեն տեղ մտնել հնարավոր չի, բայց դե քայլել ու հեռվից վայելի ու կարող ենք։ Ու հետո սենց քայլելով գնացինք ու էլի հասանք Գլորիայի մոտ, ու ստացվեց, որ որտեղից սկսել էինք այսօրվա վլոգը, այնտեղ էլ ավարտում ենք։ Մի հատ տեսեք այս կենտրոնական փողոցները ինչ մարդաշատ են, ասել գցելու տեղ չկար, ուղղակի անհնար էր քայլել։ Դրա համար որոշեցինք ներս մտնել, այսօրվա կոկտեյլը շատ լավն էր, սառած դայքիրի յուզույով, ամբողջությամբ սառույց էր, խթու, իդեալական էր ուղղակի շոկ օրվանից հետո, ու հետո նորից քայլելով վերադարձանք այնտեղ, որտեղից սկսել էինք զբոսանքը, նստեցինք ավտոբուս ու էլի կեսգիշերին
եկանք տուն։ Այսօրվա համար այսքանը, բոլորիդ մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն, լավ մնացեք, սիրեք, եղեք սիրված, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, հաճիկներ։